Եթերում ազատ ուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Անդիմադիր սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Վաղ առավոտից խոզարկություններ են ընթանում շարժման անդամների բնակարաններում, կան տասնյակ ձերբակալվածներ, տեղի ունեցողին անդրադարձել է նաեւ վարչապետը։ Բաքրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության ոռնազավթման հոդվածներով, հայտնել է փաստաբանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գալստանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում մեղադրանքը։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել նշելով, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 16 անձ։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացիկ շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Fly One Armenia ավիաընկերությունը դարձավ առաջին հայկական փոխադրողը, որը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 դասի օդանավ, ամրապնդելով իր առաջատար դիրքը շուկայում։ Նոր ինքնաթիռի ժամանումը Զվարթնոց միջազգային օդանավակայան նշանավորվել է հանդիսավոր արարողությամբ։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի ոչ թե Մայրաքաղաքում, այլ Սիսիանում։ Հունիսի 26-ից 30-ը անցկացվող փառատոնի բացումը կիրականացվի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմի ցուցադրությամբ։ Անդիմադիր սրբազան պայքար շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Վաղ առավոտից խոզարկություններ են ընթանում շարժման անդամների բնակարաններում, կան տասնյակ ձերբակալվածներ։ Տեղի ունեցողին անդրադարձել է նաեւ Փաշինյանը, նշելով, իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա օլիգարխիկ ղերական խոշոր եւ եղկելի պլանը։ Անդիմության հեղաշրջման պլանին վերաբերող հրապարակումն ուղարկվել է քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Շրջափակել ազգային ժողովը, պայթեցնել հատուկ նյութերով, բոլորին ջարդել, փշրել եւ այդպիսով զավթել իշխանությունը։ Այս պլանը սրբազան կոչվող շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանինն է։ Նրա եւ մի խումբ այլ ակտիվիստների տներում վաղ առավոտից մեկնարկած խուզարկություններով եւ ձերբակալություններով իրավապահները կանխել են ծրագրվող մոտալուտ ահաբեկչությունը, հայտնում են քննչական կոմիտեից։ Հրապարակվել են գաղտնի ձայնագրություններ, որոնցում Բագրատ Սրբազանը մեկ առ մեկ թվարկում է այն գործողությունները, որոնք քաոս պիտի առաջացնեին երկրում։ Կամ կմեռնենք, կամ կմեռցնենք, ասում է Սրբազանը եւ բացատրում, հանրահավաքները արդյունավետ չեն, 1-2 օրում պարտիզանական հարձակումներով պետք է վերջ տալ գործին։ Ես ասեցի դուրս են գալիս փողոց, ուրեմն պետք է դա վերջանա։ Այս խնդիրը պետք է վերջանա։ Մենք էլ որևէ երկրորդ, երրորդ, չորրորդ հնարավորություն չունենք իրականացնելու կամ իրականացնելու։ Երբ Սրբազանը ասեց, որ դուրս են գալիս փողոց, ուրեմն հարցը փակված է։ Ավարտված է։ Գործը ավարտված է։ Կամ մենք կմեռնենք, կամ Սրբազանը հակված է սպանելու տարբերակին, իր խոսքում հստակեցնում է, դա կլինի ամենաարագ լուծումը։ Մենք դրել ենք բանի վրա, համոզենք, խարոզենք, 2 հոգու պատիտակ գնում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնդականում ես ինչու։ Գնդականում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքյան, իրանք էլ ուրախ կրում են։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքում չենք։ Նկատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 խումբ կազմել։ 20 հոգյանոց թիմերը կերել։ Վստահ եմ, մարդիկ մենք կանգնում են ու վերջ, նորը Հիմա այդ 20-25 հոգյանոց խմբերը ոչ լինեն, իրենց մեջ
ամեն մեկ իրար ամառետ մի հատ ընդհանրում իրար գլխավոր հրամանատարությունները բաժանած 3 խմբերի, որ համտարակները հստակ լինի։ Սրբազանը մանրամասնում է այժմ խմբեր են հավաքագրում, հետո ղեկավարներին կտան հանձնարարություններ, խափանել հոսանքը, ինտերնետը, կաթվածահար անել փողոցները, պետական գերատեսչությունների աշխատանքը, վառել մեքենաներ, ջարդել խանութների դռները, 24 ժամում առանց 1 րոպե դադարի պարալիզացնել ամեն ինչ ու հասնել նպատակին, ասում է Բագրատ Սրբազանը, հետո հավելում, եթե հենց այսօր էլ խմբերը հավաքվեին, կիրագործեր պլանը։ Պատված լինեին հենց այսօր ավաղոտը ոտի կանեին, սաղտերը տային ճարդ կշուրանեին, ասեն կգինային են ուտացի չսան։ Թակներն են բերում, կոմանս լան համար ծրագրի հանձնարարություններ չենք տվել ոչ մեկին, հələ դաշնակները իրենց խմբերը չեն ոչ բան ասել, արցախցիների դաշնականք կա, որ արդեն մի քանի խումբ կազմված, սուխմուխը թվեր ասեն, մենք են ծախերից 1000 քանի հատ ունենք, 1000 ծախերից ուրիշ կրա։ Այս մեր սովորական ծուխերից հրավեց միջապաց եմ զավակետի կամ մայջերի մավայրդը կզրա։ Մի բեր։ Աղմեկից 500 հետ ասի թոպ բերեն։ Են ծուխեր, որ վրայր ծուխեր ամիատ կա, ծուխեր ծում ա։ Դիմշաշկա ծուխ։ Որպես դիմշաշկա չկար, մենք փորձակում արեցնենք, մենք ինչ-որ վարում կծում ենք, վարել ես ծուխը սկսում անել, 35 վայրքենա ծուխ անել։ Ես բանի հետ գնացի դրամը այսօր փորձել են, իրացածները 1 րոպեով ծուխ անում։ Երկու եկա վարել են դեպքում թվերը գրեք, են գմպիկներից արն է, թե ինչ է։ Մեծ դրանց գրեք, չեմ անում, ինչ են գները։ 500 դրանց գրեք, 500 սավուց պատվեք։ Ջահելներին 100-ից $250 կվճարենք, կանեն հանձնարարություններ, ասում է Սրբազանը եւ հավելում, արկածախնդիր հայերը պիտի դուրս գան փողոց, նրանցից հետո էշերն ու վախկոտները։ Ունենք այդ մենք պետք է մինչև 200 խումբ կազմենք, 20-25 ոգյանը, տեսեք պետք է մի քանի հազար ձիգ ուժը կանգնած մարդիկ ունենան, որ փողոցը պարեն, մենք կլինի փողոց փակելով, կլինի ուրիշ գործողություններ անող կա, այդ լրիվ գործողություններ կա, այն որ ես ասի դուրս են գալիս փողոց, խանվասկի 500 մարդ դուրս գա, որպես այդպես հավաք, բայց այս խմբերը ամեն մեկ իրան նախանշած տեղի դուրս գա ու իր գործողություն անի, ինչ էլ որ պահանջված լինի գործողությունը, մեկը ջանքա կպազգի, մեկը չի երևոր, մեկը հեռախոս շրջանի, մեկը սալյուտ կտրակասնի, ջոկատի ղեկավարը պետք է իմանա իրան կասի, որ դու այս ինչ տեղում ես, այս ինչ բանը անելու եմ ասում, կարող միտեղ երևա ինքը, կարող ընդհանրապես հեռախոսի վրա լինի, կարող ուրիշ բաներ լինեն, կարող եւ այլն, քիթքը բան անելու, կարող իր ջոկատի անդամները ուղղակի քաղաքում հետ ծրված լինեն, կոնկրետ ինչ-որ բաներ անելու։ Մեզ ձիգ մարդիկ է պետք 20-25 հոգի ռազմական պատրաստության մարդիկ։ Սա 2 ամսից իրագործելիք պլանն է, բայց հուլիսի 4-ի համար էլ Սրբազանը սցենար ուներ, էջմիածնում հավաքել ժողովրդին, ապա հարձակվել եւ ինչպես ինքն է ասում, ջարդ ու փշուր անել բոլորին։ Շնորհենք ամսախոսին, թե ժողովուրդ հավաքի գնացան, էջմիածին, դրանք հավաքան, մենք ստացածենք ու քշենք երևան։ Ատելիցել խսենք ամեն ինչ։ Ասում եմ չբռնենք ամսի 4-ին, ես մեր խմբերին ասենք պատրաստվեն, ասենք նախապես զվանով կանք ասենք պատրաստվեն, սրանք գալիս են մայրաթով, մի խումբ կամ գնանք մայրաթով, սրանց ընդեղ ջարդենք, քշենք, կոտորենք, ու դες
Քշեն Երևան, խմբերին ժամը ես էջին պատրաստվել ցածրալի։ Խուզարկությունները շարժման մասնակիցների բնակարաններում շարունակվում են, կան տասնյակ ձերբակալվածներ։ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահարելու և իշխանության բռնազավթման հոդվածներով հայտնել է փաստաբանը։ Դրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել դատարան։ Գալստանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում մեղադրանքը։ Նշենք, որ Բագրատ arczepiskopos-ից բացի բերման են ենթարկվել նաև նրա օգնական Մովսես Շարփաթյանը, Հրայր Սարգսակյանը, Արա Ռոստոմյանը, գնդապետ Միհրան Մաղսուդյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Արմեն Ալեքսանյանը, Կոլյա Քոչարյանը, Արցախի ազգային ժողովի արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, Հայադա Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը եւ այլք։ ԱԱԾ-ն խոզարկել է նաև Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը, Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի տները։ Հարգարավել են հեռախոսները։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել նշելով, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր։ Իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող նախագծությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ եւ փաստաթղթեր, նաեւ ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում հրազեն եւ ռազմամթերք գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթուկներ, ծխարցակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր եւ այլն։ Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 16 անձ, նախաքննությունը շարունակվում է, ասվում է հաղորդագրությունում։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են 14 ձերբակալվածներից 12-ի անունները։ Նրանք են Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մաղսուդյան, Հրայր Սարգսակյան Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Սրբազան շարժման անդամ Ոմն Մովսես։ Նշենք, որ ձերբակալված անձանց անունները պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում մեղաշրջման փորձ կանխելու մասին հաղորդագրություններին, նշելով, թե Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ եւ բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։ Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը եւ որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ կայուն երկիր։ Լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեսնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նոր լարվածության ռիսկեր, հաշվի առնելով Բաքվի կողմից Երևանի հասցեին հնչեցված վերջին մեղադրանքները, Պեսկովն ասել է. Մոսկվան հույս ունի, որ Բաքվի եւ Երևանի միջև նոր լարվածություն չի լինի։ Երկրները մոտ են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտին, որը անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար։ Իր կողմից Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ այդ գործընթացին նպաստելու համար, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԳՇ-պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Պաշտպանության նախարարը այցելել է նաեւ մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել տարածքում եւ ծանոթացել մոդուլային կացարաններին ձեռած հնարավորություններին եւ կենցաղային պայմաններին։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության համար եւ ՆԱՏՕ-ի 32 անդամ պետությունները շարունակում են միասնական լինել այս եւ մյուս սպառնալիքների առջեւ։
Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։ Հաագայում այսօր ընդունված համատեղ հայտարարությունում դաշնակիցները ընդգծում են իրենց անսասան հանձնառությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիայի դեպքում կոլեկտիվ պաշտպանությանը։ Բացի այդ, կառույցի անդամները վերահաստատում են Ուկրաինային աջակցելու իրենց երկարաժամկետ ինքնիշխան հանձնառությունը, շեշտելով, որ այդ երկրի անվտանգությունը նպաստում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությանը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները ըստ փաստաթղթի համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու առաջարկի հետ։ Միջազգային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իրանի եւ Իսրայելի միջև ռազմական գործողություններն էականորեն նվազել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած որոշ խախտումներին։ Իսրայելը հանել է պատերազմական սահմանափակումների մեծ մասը հիմնական ճակատի հրամանատարության հայտարարությամբ, որը հիմնված է անվտանգության նոր գնահատականի վրա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է վերադառնալ բնականոն կյանքին, միաժամանակ Իսրայելի գործողություններն անվանելով ահաբեկչական հարձակում։ Չնայած հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել հունիսի 24-ին, կողմերը որոշ ժամանակ շարունակել են փոխհրաձգությունը։ Թրամփը, որը մեկնում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, լրագրողների հետ զրույցում քննադատել է թե Իրանին, թե Իսրայելին հրադադարը խախտելու համար, սակայն հատկապես ընդգծել է Իսրայելի պատասխանատվությունը։ Նա կոչ է արել դադարեցնել գործողությունները։ Կրեմլը հերքել է մեղադրանքները, թե իբր բավարար ջանքեր չի գործադրել Իրանին աջակցելու համար վերջին զարգացումների ֆոնին։ Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, դատապարտելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ իրանական աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ Թեհրանը դժգոհ է Մոսկվայի սառը արձագանքից եւ սպասում է հստակ աջակցության։ Պեսկովը նաեւ հաստատել է, որ Ռուսաստան է այցելել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, բերելով Իրանի ղեկավարությունից, սակայն հրաժարվել է բացահայտել հանդիպման մանրամասները։ ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության նախնական եզրակացությունները փաստում են, որ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ոչնչացման մասին չափազանցված են։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը վկայակոչելով Պենտագոնի հետախուզական զեկույցը, ըստ որի հիմնական օբյեկտների մի մասը, ներառյալ Ֆորդուն, ամբողջությամբ չի ավերվել, իսկ բարձր հարստացված ուրանը նախապես տեղահանվել է այլ վայր։ Սպիտակ տունը հերքել է զեկույցը, պնդելով, թե այն նպատակ ունի նսեմացնել նախագահին եւ ԱՄՆ զինված ուժերի գործողությունները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելը հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին չի հասել իր նպատակներին եւ դրա համար բարձր գին է վճարել։ Չնայած զոհերին ու ենթակառուցվածքների վնասմանը Իսրայելի կրած կորուստները ի հեճուկս քարոզչության եւ գրաքննության աներևակայելի են։ Նշվում է նախագահի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ Փեզեշքյանը 12-օրյա պատերազմն անվանել է պատմական եւ մեծ դիմակայություն, հավելելով, որ Թեհրանը պատրաստ է վերականգնել բնականոն կյանքը։ Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ միջուկային ծրագրերը կշարունակվեն անխափան։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտոնական արդյունաբերության ոլորտում գործակցության խորացումը կխթանի երկու երկրների միջև $100 միլիարդ փոխադարձ առևտրի նպատակների իրականացումը։ Թուրքիայի նախագահական գրասենյակի հաղորդմամբ Էրդողանը նաև ընդգծել է թուրք-ամերիկական գործակցության ներուժը էներգիայի եւ ներդրումների ոլորտում։ Նա ողջունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իրանի եւ Իսրայելի միջև հաստատված հրադադարը, կարևորելով դիվանագիտական երկխոսությունն ու Գազայի մարդասիրական ճգնաժամի լուծումը։ Մեծ Բրիտանիայի նոր ազգային անվտանգության ռազմավարությունն առաջին անգամ տարիներ հետո բացահայտ նշում է, որ երկիրը պետք է ակտիվորեն պատրաստվի ռազմական սցենարին իր տարածաշրջանում։ Փաստաթուղթը հրապարակվել է պատասխան Իրանի սպառնալիքների բրիտանական բազաների դեմ հարձակումների ֆոնին, նաև գլոբալ ակտիվության, Մերձավոր Արևելքի ու Ուկրաինայի պատերազմների պատճառով։ Ռազմավարությունում նշվում է, որ Ռուսաստանի կիբերհարձակումներն ու Իրանի թշնամական գործողություններն արդեն ուղղված են Մեծ Բրիտանիային, իսկ միջուկային հռետորաբանությունը փորձում է սահմանափակել բրիտանական կառավարության հնարավորությունները։ Ռուսաստանի դեսպանատունը Լոնդոնում դեռ չի մեկնաբանել այս փաստաթուղթը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 26-ի նիստի օրակարգում քննարկում կկայանա Վրաստանի մասին։ Վերնագրված կոչ անհապաղ ազատ արձակել Վրաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց։ Քննարկումները տեղի կունենան օրվա երկրորդ նիստում Վրաստանի ժամանակով ժամը 17:00-ին։
Անդրադառնանք այլ թեմաների։ Fly One Armenia ավիաընկերությունը դարձավ առաջին հայկական փոխադրողը, որը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 դասի օդանավ, ամրապնդելով իր առաջատար դիրքը շուկայում։ Նոր ինքնաթիռի ժամանումը Զվարթնոց միջազգային օդանավակայան նշանավորվել է հանդիսավոր արարողությամբ, որին ներկային պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի մասնագետներ եւ միջազգային գործընկերներ։ Fly One Armenian ամրապնդում է Հայաստանի ավիացիոն անկախությունը, ներկայացնելով սեփականության իրավունքով ձեռք բերած առաջին Airbus A321 օդանավը։ Իրադարձությունը Զվարթնոց օդանավակայանում նշանավորվել է հանդիսավոր արարողությամբ, հյուրերի ոլորտի մասնագետների եւ պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Fly One Armenian ոչ միայն հայկական ավիացիայի առաջատարն է, այլև հանդիսանում է Զվարթնոց օդանավակայանում բազավորված ամենախոշոր ավիաընկերությունը։ Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշել է, որ օդանավի ձեռքբերումը կարևոր է ոչ միայն ընկերության, այլև ամբողջ Հայաստանի ավիացիայի համար։ Այս օդանավի համալրումը մեր նավատորմում մեզ օգնելու է մեր առաքելությունը ավելի հստակ իրականացնել, այն է ավիացիոն շուկայում գների կայունության ապահովումը, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն անկախության միջավայր ստեղծելը եւ ինչպես նաև զբոսաշրջության գործընթացում ինքը բավականին մեծ ներդրում կունենա դեպի Հայաստան զբոսաշրջիկներ բերելու։ Օդանավի տիպը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք թռնենք էլ ավելի երկար տարածություններ, մոդիֆիկացիան էլ ավելի շատ ուղևորներ տեղափոխել։ Վերջին 3 ամիսների ընթացքում Fly One Armenian ձեռք է բերել եւս 2 օդանավ՝ Airbus A320 եւ նոր սերնդի A320 Neo, իսկ Airbus A321-ը ավիաընկերության նավատորմի արդեն 9-րդ ինքնաթիռն է։ Դրանցից 5-ը հանդիսանում է ընկերության սեփականությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է այս օդանավի ձեռքբերումը, նշելով, որ այն նպաստում է երկրում զբոսաշրջության զարգացմանը։ Նախարարն ընդգծել է, որ նոր օդանավը կարող է սպասարկել ավելի երկար երթուղիներ։ Սա հնարավորություն կտա նույն եվրոպական մայրաքաղաքների ավելի հեռավոր անկյուններ հասնելու, Չինաստան, Հնդկաստան, այսինքն սա հնարավորություն կտա նոր ուղղություններ բացահայտելու, նոր հնարավորություններ բացահայտելու։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք հնարավորինս մի կողմից հասանելի դարձնենք ու հեշտ դարձնենք Հայաստանից աշխարհի շատ կետեր մեր քաղաքացիների գնալու հնարավորությունը եւ երկրորդը կարողանանք մեր հյուրերին ավելի հեշտ բերել Հայաստան։ Պապոյանը նաեւ ընդգծել է, որ Fly One Armenia-ի բազմավորվելն ու զարգանալը Հայաստանում ունի ռազմավարական նշանակություն։ Շատ կարևոր է, որ ավիացիայի մեջ մենք ունենք ընկերություն, որի սեփականատերերի շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է, սա նույնպես առանցքային կարևոր նշանակություն ունի մեզ համար եւ այս ինքնաթիռի ինչի եմ ես հատուկ կարևորում այս ինքնաթիռի մուտքը Հայաստան, որովհետեւ նախ ընկերությունը հզորանում է, ընկերությունը զարգանում է եւ երկրորդը դրանով մենք հնարավորություն ենք ունենալու իմ կարծիքով հատկապես ասիական շուկաները, որոնք մեզ համար դեռևս անհասանելի են շատ հաճախ հենց ինքնաթիռների բացակայության պատճառով բացահայտենք։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Airbus ընկերության գլոբալ գործընկերությունների տնօրեն Դամիեն Կուսակը, որը երկար տարիներ գործակցում է աշխարհի խոշոր ավիափոխադրողների հետ եւ լավ ծանոթ է միջազգային ավիացիոն շուկայի զարգացումներին։ Նա նշել է. Once again today we are very proud at Airbus to be there. Fly One Armenian մեր հուսալի գործընկերներից է, եւ մենք մեծ հպարտությամբ մասնակցում ենք այս նշանավոր իրադարձությանը A321 օդանավի պաշտոնական ներկայացմանը։ Airbus A321-ը բացառիկ ինքնաթիռ է իր դասում, եւ այն Fly One Armenia-ին տալիս է մեծ հնարավորություն ուղևորներին հասցնելու Եգիպտոս, Մերձավոր Արևելք, իսկ ապագայում նաեւ Հնդկաստան եւ Չինաստան։ Շնորհավորում եմ ամբողջ թիմին այս ձեռքբերման կապակցությամբ։ Մենք խորապես գնահատում ենք Fly One Armenia-ի ռազմավարական տեսլականը։ Նրանք ոչ միայն ընդլայնում են իրենց հնարավորությունները, այլև նպաստում տարածաշրջանային ավիացիոն կայունությանը։ Fly One Armenia-ն ինքնուրույն ավիաընկերություն է, զարգացման մեծ ներուժով։ Հավատացած ենք, որ այս գործակցությունը կշարունակվի, ամրապնդելով Հայաստանի կապը Եվրոպայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի հետ։ Airbus-ը պատրաստ է աջակցել Fly One Armenia-ին եւ նպաստել նրա զարգացմանը։
Fly One Armenia-ի ձեռքբերումները շարունակական բնույթ են կրում։ Ավիաընկերության ղեկավար Արամ Խաչատրյանի խոսքով Այս ինքնաթիռի համալրմամբ նոր շունչ է տրվում ընկերությանը, որը որ շարունակական կբարելավի թե իր ծառայությունների որակը, թե թռիչքների աշխարհագրությունը։ Բացի ուղևորափոխադրումներից ընկերությունը նաև ավիացիոն մասնագետներ է պատրաստում, որը եւս մեկ նշանակալի ներդրում է Հայաստանի օդային ենթակառուցվածքների ապագայի համար։ Fly One Armenia-ի նոր համալրումը ոչ միայն հնարավորություն կտա իրականացնել չվերթներ նոր ուղղություններով, այլև կնպաստի Հայաստանի տնտեսության զբոսաշրջության զարգացմանը եւ ավիացիոն անկախության ամրապնդմանը։ Այն ուղղակիորեն ազդում է երկրի օդային տրանսպորտային համակարգի մրցունակության բարձրացման եւ երկրի միջազգային հասանելիության վրա։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի ոչ թե մայրաքաղաքում, այլ Սիսիանում։ Հունիսի 26-ից 30-ը անցկացվող փառատոնի բացումը կիրականացվի Համոսահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմի ցուցադրությամբ։ Հունիսի 26-ից 30-ը կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը, որի մեկնարկն այս տարի առաջին անգամ կտրվի ոչ մայրաքաղաքում, այն կազդարարվի Սիսիանում, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմի ցուցադրությամբ։ Փառատոնի տնօրեն Գուշտ Հադևոսյանը նշել է. Մրցույթային ծրագրում մենք այս տարի ընդգրկել ենք 44 ֆիլմ 23 երկրից, որից 27-ը ունենք միջազգային ծրագրում, իսկ 16-ը ազգային ծրագրում։ Ֆիլմերի ցուցադրությունները կշարունակվեն Երևանում հունիսի 29-ից, Հայաստանի կինոգործիչների միությունում եւ Կիրովի անվան մանկական զբոսայգու ամֆիթատրոնում։ Փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը կկայանան հունիսի 30-ին նույն վայրում։ Փառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանն ընդգծել է միջազգային ընդգրկման մակարդակը։ Անցած տարվանից կա տենդենց, քանի որ մենք Freeway հարթակը, որը ամենամեծ փառատոնային հարթակն է, ստացել ենք ոսկե մեդալ, այսինքն բարձր կարգավիճակ, մեզ դիմել են մեր դիմաց 800-ից ավել կինոների, ֆիլմերից 30%-ից ավելը A կլասի փառատոնների հաղթած կամ մասնակից ֆիլմեր են, Կանն, Բերլին, Լակարն ու եւ այլն, դա մեզ շատ է, մենք շատ ենք հպարտանում դրանում եւ մեր համար շատ կարեւոր է, որպեսզի մեր հայկական կինո արտադրողները, կինոմատոգրաֆիստները կարողանան տեսնել, շփվել թե այն հյուրերի հետ, որոնք արդեն ունեն հաղթանակներ միջազգային լավագույն եւ բարձր փառատոներում եւ տարեստարի այդ շփումներից մենք հասկանում ենք, թե ինչպես է երկրաչափական աճ ունենում մեր ֆիլմերը։ Կինոփառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ եւ Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի համար հատկացվել է շուրջ 19 միլիոն դրամ։ Մուտքը բոլոր միջոցառումներին անվճար է։ Փառատոնի շրջանակներում կանցկացվեն կարճամետրաժ, խաղարկային, վավերագրական եւ ուսանողական ֆիլմեր Հայաստանից եւ արտերկրից։ Տարածքային ընդգրկման շնորհիվ փառատոնն ունի նաեւ մշակութային դեկենտրալիզացիայի նշանակություն։ Ես շատ ուրախ եմ, որ այս փառատոնի բացումը պիտի լինի Սիսիան քաղաքում, մենք բնականաբար ներկա կլինենք բացմանը վաղը։ Ամսի 26-ին եւ գիտեք, այստեղ շատ հետաքրքիր բան կա, որովհետեւ արտասահմանից մեր հյուրերը որ գալիս են, հյուրերի հետ նաեւ հյուրերը միայն միջոցառմանը մասնակցելու չեն գալիս են նաեւ Հայաստանը բացահայտելու եւ մենք պետք է այդ մշակույթն էլ բոլորս միասին կարողանանք ձևավորել հյուրեր ընդունելու, հյուրերին ուղեկցելու, հյուրերին, ասենք, ուղղորդելու որոշ վայրեր եւ շատ կարեւոր է որպեսզի նաեւ Երևանից բացի մարզեր էլ գնան։ Փառատոնը նաև հարթակ է երիտասարդ կինոգործիչների համար միջազգային փորձի փոխանակման, կապերի հաստատման եւ հայկական կինոյի զարգացման համար։ Ըստ կազմակերպիչների, այս տարի ցուցադրվող հայաստանյան ֆիլմերի որակն առանձնանում է նախորդ տարիներին ներկայացվածներից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։